Բարի վերադարձ առաջին ծրագիր շարունակում ենք մեր եթերը եւ ինչպես արդեն նշեցի, շատ կարեւոր եւ շատ հետաքրքիր նախաձեռնության մասին ենք խոսելու։ Եվ այսպես, Armenian Volunteer Network կազմակերպությունը հիմնադրվել է Միացյալ Նահանգներում եւ Հայաստանում գործող ուսուցիչների եւ մանկավարժների խմբի կողմից, որոնք նպատակ ունեն Հայաստանում ուսանողների կրթական հնարավորությունների բարելավմանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ աշխարհի տարբեր երկրների միջև կապերի խորացմանը նպաստել։ Ցանցի առաքելությունն է խթանել գիտելիքների, գաղափարների եւ ուսուցման մեթոդների փոխանակումը Հայաստանի եւ այլ երկրների մասնագետների ու ուսանողների միջև, նպաստելով համագործակցությանը, փոխադարձ հասկացողությանը եւ կրթական զարգացմանը։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Հայ կամավորական ցանց կազմակերպության հիմնադիր, գործադիր տնօրեն Սերժ Տերյանը, Հայ կամավորական ցանց կազմակերպության հիմնադիր ծրագրի ղեկավար Քրիստինա Տերյանը եւ Հայ կամավորական ցանց կազմակերպության հայերեն լեզվի ծրագրերի համակարգող Էմա Թեմրազյանը։ Բարի լույս։ Ոնց եք։ Լավ ենք։ Որտեղ եւ ինչպես ծնվեց Armenian Volunteer Network-ի գաղափարը։ Գաղափարը ծնվեց համ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Հայաստանում։ 2020 թվականին սկսեցինք։ Քրիստինան 18 թվականին եկել էր Ամերիկա եւ շատ էր կարոտում հայրենիքը, մեռնում էր կարոտից այդ առաջին տարիներին եւ մենք խոսեցինք մեր մոտ ընկեր Հասմիկ Թորոսյանի հետ, որ Հայաստանում է եւ մտածում ենք ինչպես կարելի է օգնել, ինչ կարելի է անել հայրենիքի համար Ամերիկայից ու Հայաստանում։ Իսկ երբ է սկսվել կազմակերպության գործունեությունը։ Հենց այդ ժամանակ 2020 թվականի մայիսին մենք սկսեցինք եւ ամիջապես գրանցվել ենք Միացյալ Նահանգներում, ըստ իրանց օրենքներին եւ գրանցվել ենք նույնիսկ Հայաստանում ըստ հանրապետության օրենքներին։ Այսինքն միանգամից երբ գաղափարը ծնվեց գործի անցակ։ Անցան գործի, բայց շատ հետաքրքիր էր գործունեությունը, շատ դժվար էր ու ամեն ինչից տեղյակ չէինք, ուղղակի փորձ էր դա եւ կամավորները հիմնականում ընտանիքի անդամներն էին մեր ԱՄՆ-ում գտնվող եւ Հայաստանում գտնվող ընկերները։ Բոլորով այդպես սկսեցինք, շատ բարդույթներ անցանք, մինչեւ որ հասկացանք, որ պետք է արդեն բոլոր համալսարանների հետ պայմանագրեր կնքել, որպեսզի ավելի իրենց կոորդինատորներով եւ այդ պայմանագրերի ընթացքում ծանոթացանք Էմայի հետ, որը հետո այնքան մեզ օգնեց, որ մենք առաջարկեցինք իրեն, որ լինի մեր հայերենի կոորդինատորը եւ այդ գործունեությունը ավելի ամրապնդեցինք ու ավելի արդյունավետ դարձրեցինք։ Շատ լավ, այդ դեպքում խնդրեմ, որպեսզի դուք արդեն ներկայացնեք, թե այս ամենի մասին այս ինֆորմացիան իմանալը, այս ամենը ինչ էր ձեզ համար։ Շատ լավ, ուրախ եմ իհարկե, որ AMVN, Armenian Volunteer Network, արդեն մեծ ընտանիքի, 5 տարեկան ընտանիքի մի մասնիկն էլ ես եմ։ Անկեղծ ասած 2020 թվականին, երբ որ COVID-ի հետ կապված դեպքերից խաղաղության կորպուսի բոլոր կամավորներին հետ կանչեցին Միացյալ Նահանգներ բոլոր երկրներից, մենք կանգնեցինք փաստի առաջ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը մինչ այդ օգտվել էր խաղաղության կորպուսի կամավորների ծառայություններից, մեր ուսանողների անգլերենի խոսակցական կարողություններն էին իրենք զարգացնում 2 տարի աշխատելով մեզ մոտ։ Եվ ստացվեց այնպես, որ եղանք այն հաջողակներից մեկը, որ Քրիստինայի մտերիմը Աննան Կարապետյան նաև Իջևանի մասնաճյուղում էր դասավանդում եւ ինքը հենց այդ կազմակերպության ստեղծման մասին մեզ ասաց, այնպես որ երևի թե մենք հենց կազմակերպության ակունքներից սկսեցինք աշխատել ու հետո հասունացավ այն գաղափարը, որ համագործակցության հուշագիր ստորագրվի եւ այո մասնաճյուղի տնօրինությունը գնաց այդ քայլին, ստորագրեցինք համագործակցության հուշագիրը եւ սկսեցինք աշխատել։ Շատ մեծ գործ արեց մեր ուսանողների համար կազմակերպությունը, ապահովելով մեզ լեզվակիրներով Միացյալ Նահանգներից։ Այն ինչ որ սպասում էիք ստացվեց, եղավ։ Ոչ միայն ստացվեց, այլ դեռ ավելին, ասենք, եթե մի փոքրիկ հույս ունեինք, որ կլինի, ստացվեց այնպես, որ արդեն մեր ուսանողները տեսնելով այդքան կամավորների, որ իրենց հետ աշխատում են, ներկայումս մենք
արդեն 7 ավել խմբեր կամավորներ ունենք, որ աշխատում են եւ ոչ միայն արդեն անգլերեն, մենք նաեւ ֆրանսերեն ենք ուսուցանում համալսարանում, ֆրանսերենի լեզվակիրներ գտան մեզ համար, ռուսերեն ենք ուսուցանում համալսարանում, ռուսերենի մասնագետներ ենք պատրաստում, նաեւ ռուսերենի լեզվակիրներ գտան մեզ համար։ Ուզում եմ ասել, ուսանողները այնքան ոգևորվեցին, որ իրենք էլ արդեն այդ կամավորության գաղափարը այսպես վերցրել են, իրենցն են դարձրել եւ իրենք են նաեւ հիմա կամավորում մեր ուսանողները, որը կարծում եմ հրաշալի է։ Եվ քանի որ շատերին է օգնում ծրագիրը, իսկապես շատերը, ովքեր երբևէ ուղղակի երազել են սովորել լեզու, հիմա կարող են այդ ամենը անվճար ստանալ։ Ինձ հետաքրքիր է կազմակերպության ամենակարևոր նպատակը եւ առաքելությունը որն է։ Նպատակը նա է, որ մենք ուզում ենք աջակցել կրթությանը եւ մեր հայ երիտասարդներին եւ մեծերին տարիքային սահմանափակում չունենք։ Մենք ունենք նույնիսկ փոքրիկների համար նկարչության դասընթացներ, ունենք երկու պար, ունենք, չգիտեմ, C++ ծրագրավորում, որի շնորհիվ որ այդ դասընթացները եթե իրանք վճարեն, ահռելի գումարները ամեն երեխա չի կարող դա վճարել։ Վճարունակ չեն շատերը եւ այդ անվճար դասընթացները դրսից մասնագետներ մենք ունենք ծրագիր, օրինակ business law, լավագույն իրավաբաններից տասնյակի մեջ, որ գտնվող ԱՄՆ-ում, որը պարզվեց, որ կիսով հայ է ու ամուսնուս ու իմ շնորհիվ ինքը իր հայությունը սկսեց զգալ ու սիրել դա, ընկերանալով մեզ հետ։ Այսօր ինքը եվրոպական համալսարանում է, համալսարանի իրավաբանության ֆակուլտետի հետ է աշխատում ու դասընթացներ է տալիս անվճար։ Շատ մենք ունենք տեսօր ծրագիր։ Տեսօր ծրագիրը մենք իրականացրել ենք շատ դասախոսական կազմերի հետ տարբեր բուհերի, նաև Անանյա Շիրակացու հետ ունենք պայմանագիր, իրենց դասախոսական կազմի հետ 6 ամիս աշխատել ենք։ Ծրագրի ղեկավարը Աստրիկ Արթունյան Կանադայից, որը հայրենասեր մեկն է, որ անվճար ինքն էլ աշխատում է եւ այս կրթում ենք եւ նույնիսկ EMA-ենք ունեն իրենց մոտ համալսարանում, այդ համալսարանի Ջևանի ֆիլիալը ունի այնտեղ այդ մասնաճյուղում ունենք նոր ավարտներ, որոնք աշխատանքի անցան։ Ես կուզենամ մեր ծրագրի շնորհիվ։ Կուզենամ Աստրիկի դասընթացների պահով նաեւ ավելացնել, որ ես ինքս Աստրիկի վարած առաջին TESOL ծրագրի շրջանավարտ եմ նաեւ հոյակապ անձնավորություն, հոյակապ մասնագետ եւ երբ որ հասկացանք ում հետ գործ ունենք, առաջարկեցինք Աստրիկին, եթե հնարավորություն ունի իր ամառային արձակուրդներից որևէ մեկը ընտանիքի հետ գա, մենք իրեն հյուրընկալենք Իջևանի մասնաճյուղում, ունենք այդ հնարավորությունները եւ ինքը գա ու մեր դասախոսների, մեր շրջանավարտների համար, ովքեր տարածաշրջանում Տաուշի մարզի տարբեր դպրոցներում, տարբեր համայնքների դպրոցներում աշխատում են որպես մասնագետներ, իրենց էլ վերապատրաստի ու ինչքան մեծ եղավ մեր ուրախությունը, երբ որ անցյալ ամռանը Աստրիկը ասաց, որ արդեն այդպես ծրագիր ունի, գալիս է եւ մեր 4-րդ կուրսից անգլիական հրաշալի մի ուսանողի ունեինք, որին ես ինքս ընդգրկեցի այդ խմբում, մտածելով, որ ուսանողներն էլ իմանան այդ ծրագրի մասին, ու բավականին օգնել է դա մեր ուսանողուհուն, որ ինքը արդեն դեռ մեր ավարտական քննությունը չհանձնած ընդունվել է ամերիկյան համալսարան Հայաստանում։ Բավականին օգնել է իրեն այդ դասընթացը, հավաստագիրը եւ Աստրիկի տված գիտելիքները մանկավարժության բնագավառում, որտեղ մեր ուսանողին անմիջապես ուղղությունը փոխեց դեպի մանկավարժություն, անգլերենի դասավանդման մեթոդիկան։ Դե ինչ այս հրաշալի կազմակերպությունը արդեն 5 տարեկան է եւ 5-ամյակի արդիվ մենք ունենք պատրաստած տեսանյութ, որտեղ մարդիկ, ովքեր ձեզ հետ համագործակցել են, կիսվել են իրենց փորձով եւ պատմել են համագործակցության մանրամասների մասին։ Հիմա տեղեկանանք, նայենք եւ վերադառնանք։
բարև ձեզ, հարգելի հյուրեր, սիրելի կամավորներ եւ սիրելի աշակերտներ, իմ անունը Սերոժ Տերյանը, ես AMVN-ի 3 հիմնադիրներից մեկն եմ, իմ կին Քրիստինա Տերյանը եւ մեր շատ թանկ ընկեր Հասմիկ Թորոսյանը։ Մենք ուզում ենք ձեզ սրտորեն ողջունենք ու շատ շնորհակալ ենք, որ այսօր միացել եք մեզ, որ միասին տոնենք AMVN-ի 5-րդ տարեդարձը։ Դուք բոլորդ AMVN-ի պատմության մի մաս եք, մեր փոքր ընտանիքի մի մասնիկ եք ու մենք շատ շնորհակալ ենք ձեզ բոլորից։ Սա երեկվա օրից մի փոքրիկ հատված էր, դեռ ավելի մանրամասն մենք մեր եթերների ընթացքում կդիտենք եւ ավելի փորձառությունը մարդկանց, ովքեր պատմել են, կկիսվենք եւ հեռուստադիտողներին եւս ցույց կտանք եւ հետաքրքիր է երգ փոքրիկ հնչեց տորտը կտրելու պահին, ես գիտեմ, որ երգը դուք եք գրել, կխնդրեմ երգի մասին երկու բառով ասեք։ Երգը գրել եմ, երբ որ պատերազմը սկսվեց, շատ անելանելի վիճակ էր, մենք անքուն գիշերներ էինք ապրում, խենթանում այնտեղ ու ես գրեցի երաժշտությունն ու բառերը, հետո մեր աշակերտներից տաղանդավոր Լիլին Մարգարյան եկանք Հայաստան, այդ արանժիրովկան արեցինք եւ Լիլին Մարգարյան կատարեց երգը, այդպես է եղել պատմությունը։ Ուղղակի դա հոգուս հանգստություն էր տալիս այդ երգը գրելը, ու հույս էր տալիս, որ մի օր պիտի լավ լինի, չգիտեմ։ Եվ դա ասես դարձել է կազմակերպության հիմնը։ Երևի հա, ինչ որ իր ձևով հա, ես միշտ ասում եմ կարող ենք այդպես էլ ասել, այո։ Շատ լավ, եկեք հասկանանք կազմակերպությունը, որ գյուղերում եւ քաղաքներում է ծավալում իր գործունեությունը այսօր։ Հո շատ տեղեր, Գորիս, Գյումրի, Երևան, Վանաձոր, Իջևան, շատ տեղեր, Բերդավան, շատ Շիրակի մարզ, պատմությունները շատ են, որ պատմենք շատ ժամանակ կտանի, կուզեմ, որ ավելի հակիրճ սահմանամերձ գոտու գյուղերի հետ ենք աշխատում, հենց 3 հյուրեր ունենք Բերդավանից, երեխաներ եկել էին, համարյա բոլոր մարզերի, Չարենցավան, այդպես։ Դուք տեսակ են երկու փոքրիկներին, որ վազում էին, իրենց համար անակնկալ էր, իրենք չգիտեին, որ իրենց դասընթացավարի, իրենց ուսուցչի հետ իրենք կարող են հանդիպել, բայց մենք հրավիրել էինք իրենց սահմանապահ Բերդավանի միջնակարգ դպրոցի երկու աշակերտուհիներ, որ բավականին ժամանակ այդ դասընթացին մասնակցում էին, անգլերենի խոսակցական կարողությունների զարգացման դասընթաց, եւ նրանց ապրումները ուղղակի չգիտեմ, երևի թե իրենց ամբողջ կյանքում չմոռանան, որովհետև այդպես հանդիպումը ու հետո իրենք որ կիսվում են, ասում են ինչքան լավն էր, ասենք էկրանից են կողմ մենք հա գիտեինք, որ անգլերենի մասնագետ, բայց որ նաև այդպես լավ ու զարմացած ասում են, գիտեք, նույնիսկ հիշում էր թե ինչ սխալ էի կատարել դասի ժամանակ ու ինձ հարցրեց, ասաց, ապա այդ բառը նորից ասա տեսնեմ, հիշում ես ճիշտ այդ բառը թե ոչ։ Այդպես եւ նաեւ ազատամուտելի սահմանամերձ բնակավայր է Իջևանի տարածքում արդեն մեր ուսանողները, որ ասացի, իրենք էլ ոգևորվել են եւ իրենք էլ կամավորում են, այսօր կարծում եմ, որ
շատ կարևոր է մեզ համար, որ մեր ուսանողները վերադարձել են իրենց համայնքը եւ այնտեղ իրենք կամավոր իրենց դպրոցի աշակերտներին են արդեն սովորեցնում, սա կարծում եմ հրաշալի նվաճում է մեր կողմից։ Իսկ հեշտ է կամավոր դառնալ, ինչպես է process-ը արվում։ Շատ հեշտ է, մարդ կարող է մեր կայքը այցելի amvn.org եւ այնտեղ սաղ տվյալները դրած են ու մարդ կարող է հենց այնտեղից դիմի։ Իրենք դիմում են, մենք արդեն ստուգում ենք, գտնում ենք WhatsApp-ով ենք հիմնական շփում կամավորների հետ եւ արդեն ստուգում ենք, եթե կամավորը արտասահմանից է գալիս, բնականաբար շատ ենք ստուգում, եթե պետքա գա տեղում կամավորի, զգուշություններ պետքա լինի, որտեվ չենք ճանաչում։ Հա, բայց իհարկե շատ հեշտ է եւ շատ հաճելի է, որ փորձում են։ Իսկ ինչ խորհուրդ կտաք մարդկանց, ովքեր ցանկանում են միանալ եւ դառնալ կամավոր։ Խորհուրդ կտանք, որ միանան։ Այո, միացեք մեզ եւ կյանքեր փոխեք։ Իսկապես այնքան հաճելի ու հետաքրքիր է, որ մենք տեսնում ենք կամավորները իրանք կյանքը հարստանում է։ Իրանք գալիս են, ուզում են կամավորեն, ուզում են օգնեն, բայց փաստորեն իրանք են ստանում մեծ օգուտ ու երջանկանում դրանով։ Մի բան էլ կներես, ուզում եմ շեշտել, դա շատ կարևոր է։ Ուրեմն ես չգիտեի, որ կյանքում ես միշտ մտածել եմ փոքր տարիքից, որ կարող է տենց աշխարհ ստեղծի, որտեղ փողը գումարը ոչինչ չի անում։ Մենք անվճար ենք աշխատում, մենք չունենք ֆոնդ, 5 տարի անքուն գիշերներով։ Սա ֆոնդ չունեցող կազմակերպություն է, որը վաղը պիտի ունենա, պետքա վարձատրվի ինչի համար, մեզ համար չէ։ Վաղը պետքա լինի, որ մեծացել ենք ու շատ բան ունենք տալու, իսկ շատ բան տալիս մեզ պետքա որ անձնակազմը վճարվի, ոչ բոլորն են Էմայի պես Թեմրազյան առանց վճարվելու, ինպես եւ ամուսնուս պես Հասմիկի պես աշխատում, որ իրենց չի հետաքրքրում գումարը, կամ Աստղիկի Ալթունյան, որ շատ մեծ գործ է անում։ Մենք ստեղծել ենք այս ընտանիքը, նույնիսկ վախում ենք, որ գումար գա, որ հանկարծ չփչանա։ Իսկ դժվարությունները, որոնց հանդիպում եք, որտեղ այս ամենը առաջինացի շատ գեղեցիկ է, բայց Ետևում շատ են դժվարություններ կան իհարկե, ինչպես ժամային գոտիների հետ դա պրակտիկ դժվարություն է, բայց ինչպես կյանքում ամեն հարցում ժամանակն է ու փողն է, այդ դժվարությունները ժամանակը նախ եւ առաջ օրինակ Քրիստինան աշխատանք ունի Միացյալ Նահանգներում, ես ունեմ, Էման ունի, Հասմիկ Թորոսյանը, բոլորս աշխատանքներ ունենք։ Սա անում ենք, էսի կարծես հիմա դարել է full time գործ, բայց մեր ուրիշ գործերի հետ համատեղ է։ Ժամային գոտին է դժվար։ Հա, դա այդ պահն է, որ չունես արձակուրդ, ես չունեմ արձակուրդ, ինքը միշտ բարկանում է, ասում է շաբաթ կիրակի է կամ գնացել ենք հանգստանալու, չկա դա ինձ մոտ։ MVN-ը ինձ հետ է։ 9 ժամ մենք հետ ենք Ամերիկայում մեր ապրած քաղաքում, ժամը 6-7-ին որ արթնանանք, ինք արդեն WhatsApp-ով սկսում է զբաղվել հարցերով, խնդիրներով, խմբերով։ Որը ինձ կյանք է տալի, ես չեմ բողոքում առանց դրա։ Դե կարևորը որ դա ձեզ էներգիա է տալի։ Դա փոքրիկ երեխան է, այո։ Մինչև կեսօր հետո Հայաստանում քնում են արդեն ժողովուրդ մի քիչ հանգստանում, բայց հետո ինքը սկսում է սոցիալ մեդիայի հարցերով զբաղվել։ Եվ ինձ հետաքրքիր է ինչպես է կամավորական աշխատանքը փոխել ձեր աշխարհայացքը եւ ապրելակերպը։ Ես այսպեսի մի դեպք եմ ուզում պատմել։ Մեր կամավորներից առաջարկեցի Քրիստինային, որ արտասահմանում բնակվող մեր հայրենակիցներին հայերեն դասավանդի, որտեղ նման պահանջ կար մեր հայրենակիցների ինչ որ խումբ էր ձևավորվել, եւ խնդրեցի մեր Անուշիկին հայերենի մասնագիտացմամբ սովորում էր ինքը այդ ժամանակ, երբ որ Քրիստինան հարցազրույց ունեցավ Անուշիկի հետ, պարզվեց, որ անգլերենը բավարար չի այնքան, որ ինքը կարողանա արտասահմանցիների հետ այդ ամենը պատշաճ մակարդակով կազմակերպելու, ու ինձ խնդրում է Քրիստինան, Էմա ջան, դե կլինի մի ուրիշ գտնես ուսանող, ասի Քրիստինա ջան, էլ ոչ մի ուսանող չեմ փնտրում, ես ինքս սկսում եմ կամավորել։ Քրիստինան զարմացավ, ես հեռախոսի այս մյուս կողմում արդեն զգում էի այդ զարմանքի, այդ արտահայտությունը տեսնում էի նաև նույնիսկ իր դեմքին։ Ասացի, այո, ես կարող եմ, ես այդ ամերիկյան այդ խաղաղության կորպուսի կամավորների հետ աշխատել եմ, հայերեն եմ դասավանդել իրենց, նաև որ իրենք էլ բարձրացնեն իրենց կարողությունները եւ աստիճան աշխատեմ։ Այդ խումբը ընդունեցի,
ես հիշում եմ մինչև հիմա, նույնիսկ օրը, տարին, ամիսը 2021 թվականի հոկտեմբերի 1-ին Քրիստինան ինձ այդ խմբում ներկայացրեց որպես իրենց դասընթացավար, ես ներկայացա իրենց եւ սկսեցինք աշխատել։ Իհարկե, անձնական ինչ պատճառներով մարդկանց զբաղվածությունից ելնելով խումբը որպես այդպեսին չմնաց, բայց մի խմբի մի մասնակից Քորինը, որ իր առաջին հանդիպման ժամանակ ինձ ասաց, որ ամբողջ կյանքում երազել է հայերեն գրել ու կարդալ իմանալ, ինչու, որովհետև մայրական կողմից ինքը հայուհի է, բայց արդեն մայրը չկա, տատը չկա, մորաքույրը չկա, ինքը էլ որևէ մեկը չունի, որ իրեն օգնի այդ հարցում, եւ ինքը չի իմացել, որ այդպես կտրուկ իր կյանքը կփոխվի։ Ես խոստացա, որ իր հետ կաշխատեմ ու սկսեցինք հենց տառսուցում, հետո կարդալ եւ 21 թվականի հոկտեմբերից, որ պիտի 6 ամսով լիներ, որտեղ մեր կամավորական ծրագրերը այդպես են, 6 ամսով կամ 3 ամսով։ Մինչև հիմա մենք Քորինի հետ աշխատում ենք եւ ես ասել եմ Քորին ջան, պայմանը մեկն է, որ դու էլ քո որդուն, Զաքին, պիտի անպայման սովորեցնես այդ հայերեն գրել, կարդալ։ Եվ հետաքրքիր մի բան, որ փորձում եմ հետաքրքիր նյութեր գտնել եւ հայ ժողովրդի պատմությունից եւ Ֆրանսիայի, որ կապեմ իրեն հետաքրքիր լինի։ Ու այս վերջերս ինքը ինձ գրում է մեր դասից հետո, որ ասում է. «Գիտես, Էմմա, քո շնորհիվ ես Փարիզն եմ հայտնագործում, ես Ֆրանսիան եմ հայտնագործում եւ որ ավելի կարեւոր է իմ մայրիկիս ու տատիկիս ու իմ հայրենիքն եմ հայտնագործում ինձ համար»։ Վստահաբար շատերի ճակատագրերն եք փոխում եւ կյանքի որակն եք բարձրացնում։ Շնորհակալություն ձեզ ձեր կատարած աշխատանքի համար։ Մենք իհարկե դեռ եթերների ընթացքում կանդրադառնանք կազմակերպության նախաձեռնությանը։ Այո, շնորհակալ ենք ձեզ ու մաղթում ենք այս գործին երկար տարիների աշխատանք ու ճանապարհ։ Շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալ ենք ձեզ։ Հիմա դադար, որից հետո վերադառնանք եւ ամփոփենք այսօրվա եթերը։